Դու պարտված կողմ ես, դու կապիտուլյացիայի պետք է ենթարկվես, ինքը ասել էր սկզբից դու կետ առ կետ պետք է անես այն, ինչ որ մենք պես պարտադրում ենք, որովհետև դու պարտված կողմ ես, եթե չկատարես, մենք նորից պատերազմով դա ստանալու ենք։ Հիմա ինքը դա կատարում է, եւ գիտեք ինչու նախնդիրը, որ ինչ կամով ինքը դա անում է, ավելի հեշտացում է մյուս կողմի համար այդ պահանջարկները հստակեցնել եւ ավելին պահանջել, էս էլ պետք է անես, էս էլ պետք է տաս։ Իսկ երբ որ մենք գնում ենք դեպի վերջ այդ ցուցակի, մենք հասկանում ենք, որ դա նաև լինելու է մեր պետականության վերջը, որովհետև դա է հենց նպատակներից մեկը, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի։ Ինչ կամ էլ իրանք մեզ փորձեն համոզել, որ դա չի նպատակը։ Ես ավելի հավատում եմ, երբ որ լսում եմ թուրքական կողմին կամ նույնիսկ այստեղ մեր երկրում կան մասնագետներ, թուրքագետներ։ Մի հատ խոսացեք իրանց հետ, տեսեք ինչ են ասում, ինչ է գրում թուրքական մամուլը։ Այո, մենք ներկայացնում ենք։ Դա ես գիտեմ, ես ասում եմ մեր հարությունը։ Իրենց պաշտոնական հեռուստաընկերության Թուրքիան, Ադրբեջանը ներկայացնում են, կներեք, կոպիտ ասած, ինչ են անելու Հայաստանի հետ, ինչպիսին են տեսնում, հա, այս տարածքը առանց հայի։ Իրենք այդպես ենք տեսնում։ Այնպես որ եթե իրանք արդեն որոշել են, որ իրանք գաղափարախոսության ամենակարևոր կետը այն է, որ իրանք թուրքի կոշիկը լզելով ստանալու են խաղաղություն, դա կեղծ է։ Սկսելու են կոշիկից, ավարտվելու է մի այլ տեղ, բայց ես հիմա չեմ ուզում խորանալ։